Երևանի պետական համալսարանում փորձում են մեղվի թույնից հակաքասկեղային դեղամիջոց ստանալ, աշխատանքներ են տարվում նաև պապիլոմավիրուսի կանխարգելման ուղղությամբ։ Մանրամասների մասին կզրուցենք Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Ինգա Բազուկյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դերևս մինչև խոսենք ուսումնասիրությունների մասին, նախ հասկանանք ինչպես հայտնվեցիք կենսաբանության ոլորտում։ Շնորհակալություն նախ եւ առաջ ինձ հրավիրելու համար, շատ կարեւորում եմ ձեր աշխատանքը, Անի ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ անցնելով ձեր հարցին կասեմ, որ պետք է ասեմ, որ ես երրորդ սերունդը կենսաբաններն եմ, արդեն իմ պապիկներ կենսաբան, մայրս, հայրս կենսաբաններ էին, այսինքն կենսաբանների ընտանիքից եմ ծագել ու թվում էր, որ ուրիշ տարբերակ մասնագիտություն ընտրելու չպետք է լինի, չնայած շատ երկար մայրիկիս հետ, հայրիկիս հետ զրուցում ենք իրոք, դա իմն է կենսաբանությունը, որովհետև քննարկվում էին նաև բժշկության, բժշկական մասնագիտության մասին, բայց ոնց որ ասում են երեխան օրորոցից է երևում ոչ մի քննարկում, այսինքն ոչ մի ուրիշ տարբերակ ես չէի տեսնում, չնայած առաջարկում էր մայրիկս, որ կարող է բժշկական գնաս բան, բայց դե տեսեք, որ իմ ապագա կյանքս այնուամենայնիվ, կենսաբան լինելով ես կապեցի բժշկության հետ, որովհետև փորձում եմ իրոք զբաղվել այն ուղղությամբ, կենսաբանության ուղղությամբ, որը անմիջական կապ ունի մարդու առողջության հետ։ Օրինակ ես փոքր ժամանակ վերցել եմ թերթերը, ես սկսել եմ կարդալ անգամ տառերը չիմանալով։ Ինչ եք արել դուք փոքր ժամանակ, որ հասկացել են այս երեխան ապագայում կենսաբան կդառնա։ Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ մայրիկս աշխատում էր գիդրոպոնիկայի ինստիտուտում, ազգային մեր գիտությունների ազգային ակադեմիայի գիդրոպոնիկայի ինստիտուտում, Դավթյանի անվան եւ ամբողջ ամառը անցկացրել եմ այդ ինստիտուտում եւ հիմնականում քանի որ մայրիկս լուծույթներ էր պատրաստում քիմիական նյութերից, առաջին հերթին այդ քիմիական նյութերն էի շատ սիրում իրար հետ խառնել, բայց ինչպես մայրիկս էր պատմում, որ 2-3 տարեկան երեխան նստած հողի մոտ ինչ էր անում, անձրևորդերն էր հանում հողից եւ հիշում եմ, որ նույնիսկ 10 տարեկանում, չգիտեմ, կարդացել էի գրականությունից ինչ որ ժամանակին ամսագիր էինք ստանում Յունի Նատուրալիստ, ընդեղից կարդացել էի մի հոդված, որ անձրևորդերին եթե կիսում ես, ապա իրանց ռեգեներացիոն մեխանիզմը այնքան ուժեղ է, որ վերականգնվում է ու փորձում էի կիսել այդ անձրևորդին ու սպասում երկար ժամանակ, որ ինքը պետքա վերականգնվեր ու որ չէր վերականգնվում, բարձա նեղված գալիս էի մայրիկին, ասում էի մամ ոչինչ, ես կգտնեմ միջոց, որ ինքը իրոք շատ արագ վերականգնվի։ Ու բարձա, որ ամենասիրված, ժամանակի անցկացման ձևը իմ մոտ եղել է բնության գրկում եւ սիրված տեղերից էլ Երևանի սիրած տեղերից էլ մեկն էլ կենթանաբանության այգին է եղել, որտեղ ժամերով կարող է անցկացնեի, գտնվելով կենթանու վանդակի մոտ, ժամերով նայել, թե ոնց է շարժվում, եւ նույնիսկ մայրիկս մտավախություն ուներ, որ ես կենթանաբան կլինեմ, բայց արդեն երբ որ պետք էր ընտրել մասնագիտությունը, նեղ մասնագիտությունը, միանշանակ ընտրեցի մանրէաբանությունը։ Այսօր շատ ունենք, չէ՞, մանրէաբանների կարիք։ Մանրէաբանների կարիք շատ ունենք, բավականին, ամեն օր կարող եմ ասեմ, ես քանի որ նախապատրաստում եմ ուսանողներին հենց սննդի ոլորտում աշխատելու համար, ամեն օր ինձ մոտ զանգեր են գալիս տարբեր սննդի արտադրություններից, դեղագործական կազմակերպություններից, որ եթե մենք ունենք ուսանողներ, ապա ուսանողներին ուղարկենք այս սննդի ոլորտում աշխատելու, սննդի արտադրություններով կամ դեղագործական արտադրություններում մեր ուսանողներից մեծ մասը նաև վերապատրաստում են եւ համապատասխան կրթություն ստանալուց հետո բժշկականի արդինատուրան ավարտելուց հետո նաև հնարավորություն են ստանում աշխատել ախտորոշիչ լաբորատորիաներում
Այսինքն պահանջը իրոք շատ եւ շատ մեծ է։ Բայց ինչու չեն ընտրում այդ դեպքում։ Ոնց որ տնտեսագետներն են, չէ՞, ասում պահանջարկը ոնց որ ապահովում է եւ առաջարկը, ինձ թվում է տարիներ շարունակ կմեծանա եւ ուսանողների թիվը, ես այդ հույսով եմ, ավելի ճիշտ համոզմամբ, որ գնալով մեր ուսանողների թիվը կշատանա։ Բայց ընդհանրապես գիտության նկատմամբ գուցե այդքան վերաբերմունքը մի քիչ եւ հետաքրքրությունը նվազել էր, որովհետեւ գիտության նկատմամբ ուշադրությունը ցավոք 30 տարիների ընթացքում շատ սակավ էր եւ այն ուսանողները, որոնք իրոք պոտենցիալ ունեին, լավ նախընտրում էին գնալ արտասահման եւ մնում էին այնտեղ, իսկ մնացած ուսանողները չգտնելով համապատասխան աշխատավարձ իրանց կատարված աշխատանքի դիմաց ստիպված էին լքել գիտությունը եւ զբաղվել ուրիշ գործերով, ուրիշ աշխատանք որոնել, բայց պետք է ասեմ, այս վերջին առնվազն 3-4 տարին շնորհակալ եմ, որ ուշադրությունը եւ մեր գիտության պետության կոմիտեին, որ ուշադրությունը գիտության նկատմամբ իհարկե բարձրացել է, ֆինանսավորում ենք սկսել ստանալ, վերազինել մեր լաբորատորիաները նոր սարքերով, արդեն եւ երիտասարդները հնարավորություն են ստացել վերապատրաստվել արտասահմանում եւ վերադառնալ, ինչը ես շատ կարեւորում եմ, եւ տարբեր ձևի դրամաշնորհները հնարավորություն են տալիս մեզ էլ գնալ, կիսվել համաշխարհային հանրության հետ մեր ստացված տվյալներով եւ ներկա լինել տարբեր համագումարներին, տարբեր միջազգային գիտաժողովներին, նայել ինչ է կատարվում հիմա գիտության հետ եւ այդ ստացված գիտելիքը բերել եւ իրականություն դարձնել, որովհետեւ նախկինում ոնց էր, նույնիսկ եթե մենք գնում էինք ինչ-որ գիտաժողովի, վերադառնում էինք ու մնում էինք շիվարած, թե այս հնարավորություններով մենք մենակ ալտրուիզմով եւ մենակ մեր սեփական ուժերով, ֆինանսավորումով չենք կարող իրականացնել իրոք միջազգային մակարդակի գիտություն, բայց հիմա մենք այդ հնարավորությունը քիչ արդեն ստանում ենք։ Կարծում եմ սեր արթնացնելու համար կարևոր է նաև դպրոցական կրթությունը, բայց հիմա մոտենում են ավարտական քննությունները, երեխաները խուսափում են կենսաբանություն առարկայից քննություն հանձնել, նշելով, որ հնարավոր չէ, չեն տիրապետում։ Ձեր ժամանակ ինչպես էին դասավանդում, ինչ կարելի է փոխել հիմա։ Նախ եւ առաջ ինձ թվում է, որ հիմա մի քիչ ավելի լավ է վիճակը պատկերացրեք, մանավանդ այս վերջին տարիներին գովեցնում է նախարարության, կրթության նախարարության ուրեմն տենդենսը լրացնել եւ վերազինել դպրոցները փորձարարական, հնարավորություններով, այսինքն ստեղծել լաբորատորիաներ հենց դպրոցում, որպեսզի դպրոցականները, աշակերտները հնարավորություն ունենան կատարել ինչ-որ փորձեր։ Սկսվել են ուրեմն մարզերի դպրոցներից, հուսով եմ, որ մոտակա ժամանակ եւ կհասնեն նաեւ Երևանի դպրոցներին, որովհետեւ լաբորատորիան դա ամենակարևորն է, որը ոգևորում է աշակերտին, երբ որ աշակերտը իր ձեռքով փորձ է անում եւ ստանում է տվյալ եւ ուսուցիչն էլ օգնում է դրանում եւ օգնում է ստացված տվյալը վերլուծել, դա շատ կարեւոր է, որպեսզի մոտիվացնել աշակերտին դառնա արդեն հետագա ուղղությունը ընտրել, կենսաբանությունը եւ որպես գիտությունը։ Ժամանակակից արդեն 3-4 տարի է ես
ինքս մասնակցում եմ այդ համալսարանի համադպրոցական համագումարում, որտեղ աշակերտները ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքները եւ այս տարի նաև ընդգրկվել եմ կենսաբանության օլիմպիադայի պատրաստման կոմիտեում եւ այդ կապը փաստորեն գիտնական աշակերտ, գիտնական դպրոց կապը շատ եմ կարևորում, որովհետև տեսնելով այն հետաքրքրությունը, որը կա աշակերտների աչքերում, դա նաև մոտիվացնում է ինձ զբաղվել եւս կրկնակի ուժերով, ամբողջ իմ ազատ ժամանակը ծախսեմ, որպեսզի զբաղվեմ կրկնակի ուժով գիտությունով։ Կարևորում եմ նաև կապը դպրոց, այսքան տարիներ, 2 տարի շարունակ իմ մոտ գալիս են ուսուցիչներ, գալիս են դպրոցականներ եւ օգտագործելով մեր համալսարանի լաբորատորիան, մենք իրենց հետ փորձում ենք անենք այնպիսի փորձեր, հետազոտություններ, որոնք նույնիսկ տան պայմաններում աշակերտը կարա անի։ Ինչն էր ինձ խրախուսել, որ ես ընտրեի գիտությունը, կենսաբանության, կարող եմ ասեմ միանշանակ իմ ծնողները, իմ ընտանիքը, որովհետև ես այդ հնարավորությունը ունեի փոքրուց, ասում եմ, չէ, ամառը անցկացրել եմ մայրիկիս աշխատանքային վայրում եւ այդ փորձը հնարավորություն եմ ունեցել անել իր աշխատանքային վայրում։ Մեր դպրոցում ես ավարտել եմ 122 բլոկի անվան դպրոցը, որը ժամանակին ռուսական դպրոց էր, քանի որ սովետական միությունում էինք, սովետական Հայաստանում էի մեծանում եւ մեր ժամանակ մենք ունեինք այնտեղ քիմիայի լաբորատորիա։ Շատ ուժեղ քիմիայի ուսուցիչ ունեինք եւ այդ քիմիական փորձերը քիմիան եւ ֆիզիկական փորձեր էին անում, այդ փորձը որ անում էի, ինձ նենց էր ոգևորում, որ արդեն միանշանակ, երբ որ եկավ 10-րդ դասարանը, ես դարաշրջանավարտ, ուրիշ ոչ մի տարբերակ, չկար, ես միանշանակ գնում էի կենսաբանության ֆակուլտետի ընդունվում։ Նման ոգևորությամբ նաեւ հիմա են գալիս երիտասարդները ընդունվելու բու եւ այդ բաժին։ Ինձ թվում է, որ կուրսում միանշանակ կան մի մաս, որը ոգևորված եկել է, այո, կրթություն ստանալու հենց գիտության։ Մյուս մասը ուսանողների ոգևորումը արդեն դասախոսով։ Դրա համար շատ կարևորում եմ դասախոսի, որպես այդպիսինի իրականում ոնց որ դերը, այո, կրթական եւ ապագայում ուսանողի զարգացման համար, այո։ Խոսենք ամբիոնում կատարվող ուսումնասիրությունների մասին, որքանով տեղյակ եմ, փորձում եք ստանալ մերան, որը արտադրության մեջ կօգտագործվի, որ փուլում են աշխատանքները։ Պետք է ասեմ, ընդհանրապես Երևանի պետական համալսարանի ու նաև ուրիշ համալսարանների հայաստանյան, տենդենսը մենք տանում ենք ուսանողակենտրոն ուսուցումը, Եվ այդ ուսանողակենտրոն ուսուցումը ոնց որ թվում էր ինչ-որ մի անիրականանալի բան, բայց կոնկրետ մեր լաբորատորիայում գալիս են այն ուսանողները իրանց հետաքրքրող հարցերով եւ իմ մոտ գալիս էին այնպիսի ուսանողներ, որոնք ասում էին Ինգ Լիվոնովնա, մենք ուզում ենք զբաղվենք պանրագործությունով, ինչ-որ նոր տեսակ պանիր արտադրենք, կամ նոր տեսակ յոգուրտներ, կամ գալիս էր ուսանողը ասում էր, գիտեք, Ինգ Լիվոննա, իմ տատիկը որպեսի ճնշումը իջացնի, վերցնում է մածունի հետ, թանի հետ նանա է ավելացնում, որ ճնշումը իջացնի այդ ունի ինչ-որ գիտական հիմքեր, թե չէ, եւ միանշանակ բարձա, որ ցանկացած ավանդական բժշկության հիմքում կան գիտական ապացույցներ
Եվ մի շատ լավ է, եթե քեզ այդ հետաքրքրում է, արի, փորձենք, անենք, եւ իմ ուսանողների հետ մենք փորձում էինք օգտագործելով մեր գյուղական մածունները, հա, հետաքրքրված էինք հենց սկսած 92 թվականից մենք ուրեմն պատտվում էինք Հայաստանի գյուղերով, հավաքում էինք հայկական մածունների, պանիրների, ռեժանի, հա, կատնամթերքի, ընդհանրապես կատնամթերքի նմուշները եւ փորձում էինք ուսումնասիրել, թե այդ մեր մածուններում կամ պանիրներում ինչպիսի կատնաթթվային բակտերիաներ կան եւ ինչ կարեւոր հատկություններով են իրանք օժտված։ Եվ առաջինը, ոնց որ մեր արդյոք մենք կարող ենք օրինակ ավանդական բժշկությունում կա, չէ, որ երբ որ արևահարվում ես, մաշկին քսում ենք մածուն։ Կամ երբ որ փորլուծությունը մենք խմում ենք եւ ուտում ենք հիմնականում ինչ, կամ շիլա, չէ, կաթով պատրաստված կամ մածուն, ու ասում ենք, դավ, այդ ինչն է այդպիսի հատկություն տալի մեր ավանդական մածունին եւ պարզվում էր, որ մեր մածուններում կան այնպիսի բակտերիաներ, որոնք օժտված են շատ կարևոր հատկություններով։ Եվ այդ բակտերիաներին առանձնացնում էինք, նայում էինք, որ մեկն է, որովհետեւ հիմա մեր մոտ մենակ իմ լաբորատորիայում պահվում է մոտավորապես 900, ավել 1000-ից ավել շտամներ կատնաթթվային բակտերիաների, որոնք ընտրվել են ըստ իրանց ունակություն ճնշել ախտածին բակտերիաներին եւ այդ լավագույններին արդեն փորձում ենք այդ լավագույններով պատրաստել ինչ-որ մերան եւ ուսանողների առաջարկով ստացանք փաստորեն առաջարկ եկեք փորձենք այդ մածունին ավելացնենք նաեւ նանա, իսկ թթու է ստացվում մեր մածունը, ոնց կարող ենք քաղցրացնենք, որպեսզի ավելի, հա, սպառողին հաճելի լինի օգտագործելը, բայց շաքարը չէ, որ շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար լավ չի շաքարի հավելումը, ուրեմն եկեք մեղրախոտ ավելացնենք եւ այ վերադառնալով գիդրապոնիկայի ինստիտուտին դիմել ենք ընդեղի մասնագետին, ասում ենք, իսկ դուք մեղրախոտ ունեք գիդրապոնիկա, իհարկե ունենք, տրամադրեցին մեզ մեղրախոտը եւ այդպիսի փաստորեն նանայի, հա, լուծամզվածքով մեղրախոտի լուծամզվածքով հիմա ունենք մի յոգուրտ, որը առաջարկում ենք մեր արտադրողներին, մեծ հաճույքով կտրամադրենք, հա, մեր արտադրողներին, փորձեք արտադրական պայմաններում ստանալ այդ յոգուրտը։ Լաբորատորիայի իմաստը կանում է նրանում, որ մենք պատրաստենք, հա, ամենի լաբորատոր հետազոտություններ անենք, բայց առանց արտադրության իմաստ չունի մեր գործը, այսինքն շարունակելու համար շատ կարևորում է նաև լաբորատորիա, գիտահետազոտական լաբորատորիա եւ արտադրություն կապը, որովհետեւ մի բան է, որ դու արտադրում ես ընդամենը 100 մլ կամ նույնիսկ 1 լիտր, հա, այդ յոգուրտից բացարձակապես ուրիշ բան է, երբ որ դու անցնում ես արդեն մեծ ծավալներին։ Այդ բակտերիան, որը լավ պահում է իրան լաբորատորիան փոքր քանակությունը մերելու համար, կարող է արտադրական քանակություններով ընդհանրապես իրան չարտահայտցնի։ Այդ առումով մենք շատ եւ շատ կարեւորում ենք այդ կապը։ Մենք համագործակցում ենք եւ Մարիաննա կատնամթերքի գործարանի հետ, համագործակցում ենք Մարիլայի հետ, հա, տարբեր մենք բաց ենք, ով ցանկություն ունի, խնդրեմ, մենք բաց ենք։ Մենք ունենք նաեւ Վիտավեի կազմակերպություն, որը, հա, պրոբիոտիկներ է հենց արտադրում, մենք բաց ենք, մենք առաջարկում ենք, բայց ունենք նաև խնդիրը ինչումն է, որպեսի ուրեմն նախ եւ առաջ
մենք պետք է լիցենզավորենք ոնց որ մեր արտադրանքը, մենք պետք է պատենտավորենք մեր արտադրանքը, որպեսզի մեր հեղինակային իրավունքը, պետական համալսարանի հեղինակային իրավունքը ուրեմն չկորցնենք։ Լինում է, որ հենց արտադրողներն են առաջարկով դիմացել։ Միանշանակ, շատ ենք մենք համագործակցում հենց այդ առումով, շատ հաճախ գալիս են արտադրողները, մեզ խնդրում են ոնց որ ինչ-որ բաներ փորձենք, հա, նայենք, լինում է նաև ինչ հարց, որ մենք օգնում ենք իրենց, ուղղություն ենք տալի մեր կարևոր տեսական գիտելիքները, ուղղություն ենք տալի, որպեսզի իրանց արտադրությունը լինի ավելի անվտանգ սպառողների համար, հա, այսինքն որոշակի կետերով մենք կարող ենք նաև իրանց օգնենք վերահսկողություն անենք, բայց համալսարանը մնում է համալսարան, որը գիտական հենքեր են, այսինքն մենք մասնավոր լիցենզավորված լաբորատորիա չենք, մենք գիտական լաբորատորիա ենք, որ եթե պետք է հետագայում ապացուցվի իրանց անվտանգ սնունդը, ապա իրանք միանշանակ պետք է գնան դիմեն լիցենզավորված լաբորատորիային, որպեսզի այդ հետազոտությունները անենք։ Մենք կարող ենք մենակ ուղղություններ տանք իրանց, որ գիտեք, այսենց արեք, որպեսզի ձեր արտադրանքը լինի անվտանգ եւ առողջարար եւ կարեւոր սպառողի համար։ Կարող ենք ասել, որ արտադրողներին հետաքրքրում են նորամուծություններ, այսինքն նոր յոգուրտ լինի, նոր մածուն։ Կան արտադրողներ, իհարկե, կան արտադրողներ, որոնք հետաքրքրվում են, բայց հարցը նրանումն է, որ արտադրողը, որը արտադրում է տոննայով արտադրանք, հա, տոննայով մածուն, տոննայով կատնաժոր, ինքը նախընտրում է արտադրել այնպիսի արտադրանք, որը արագ եւ քիչ էներգածախս, որպես իր ինքնարժեքը լինի էժան։ Երբ որ մենք առաջարկում ենք մեր մերանները, ցավոք դեռ մեր մերանները, հա, չեն կարողանում մրցակցել այդ ներմուծվող մերանների հետ, ինչի, որովհետև իրանք տարիներ, դարեր, հա, մշակվել են արտադրությունում օգտագործվելու համար։ Եվ արտադրողը արդեն, եթե ես ձեր յոգուրտը պետք է մերեմ ոչ թե 4 ժամում կամ 3 ժամում, այլ 5 ժամում, իմ էներգածախսը այնքանն է շատանում, որ ինքնարժեքը ինքնըստինքյան թանկանում է։ Մենք համաձայն ենք դրա հետ, այո, մենք փորձում ենք անել, ստեղծել, ուսումնասիրել, ստեղծել այնպիսի պայման, որ մեր մերանը էլի կրճատի իր մերման ժամանակահատվածը, բայց ոչ այդ 1 րոպեի գործ չի, դա տարիների աշխատանք է, որը դեռ պետք է արվի։ Ես չեմ զլանում, մենք պետք է անենք այդ գործը, բայց պետք է նաև ժամանակ դրան համար։ Բայց եւ այնպես պետք է հասկանալ, որ եթե ես ուզում եմ արտադրեմ ֆունկցիոնալ սննդամթերք, այսինքն մթերք, որը կարևոր կլինի մարդու առողջության համար, ապա ես չեմ կարող կրճատեմ, հա, ժամանակահատվածը, որովհետեւ պետք է աճացնեմ այնքան ժամանակ, որ այդ բակտերիան ցուցաբերի իր կարևոր հատկությունները։ 3 ժամում ինքը դեռ չի կարող ցուցաբերի այդ հատկությունը։ Ես ստիպված եմ պահել իրան երկար, որպեսզի իմ յոգուրտում լինեն այդ կարևոր նյութերը, որոնք հետո մարդու առողջությանը կբարելավեն, կազդեն մարդու առողջության համար։ Այսինքն այստեղ մենք գալիս ենք մի դիլեմային, որ կամ արագ, բայց ոչ առողջարար, կամ թանկ, որովհետև երկար մերում, բայց առողջարար։ Այդտեղ արդեն սպառողն է ընտրելու, գուցե սպառողը պատրաստ է վճարել այդ գումարը, հա, բայց այնուամենայնիվ սնվել ավելի կարևոր հատկություններով, հա, մթերքով։ Մեր գիտականի աշխատանքը փորձել ստեղծել այնպիսի պայմաններ,
հա, գուցե մետաղներ հավել, то есть կարևոր մետաղներ, հա, կալցիում, մագնիում, մագնեզիում եւ այլն, կամ վիտամիններով հավելենք, որին բակտերիան կարողանա արագ, հա, դրսևորել իր կարևոր հատկությունը։ Դրանով կրճատեմ մերման ժամանակը։ Բայց միևնույնն է թանկանում է, որովհետեւ ես հավելում եմ, չէ՞, վիտամինի վրա եմ ծախսում, հանքային աղերի վրա եմ ծախսում, չէ՞։ Գումարը, չես կարող շրջանցել, հա, այդ հարցերը։ Դուք նաև աշխատանքներ եք տանում, այսինքն այլընտրանքային միջոցներ եք փնտրում արգանդի պարանոցի քաղցկեղ հանդիսացող պապիլոմավիրուսի կանխարգելման ուղղությամբ։ Ինչ ասել է այլընտրանքային միջոց, դա դեղաբույս է լինելու։ Չէ, կրկին մենք վերադառնում ենք մեր կաթնաթթվային բակտերիաներին, ուրեմն պետք է ասեմ, որ կնոջ հեշտոցը, հա, ինքը այդպիսի համակարգ է, որտեղ բաց համակարգ է, որտեղ կարող են եւ ախտածինները մտնել, եւ ցանկացած ուրիշ բակտերիա մտնի, բայց ինքը իրան պաշտպանում է նրանով, որ ինքը ունի իր բակտերիաներին, իր միկրոբիոմը։ Եվ ինչքանով առողջ լինի այդ միկրոբիոմը, այդքանով ախտածինը նույնիսկ եթե հայտնվի հեշտոցում, տեղ չի ունենա կպնելու եւ պարզա հարուցելու հիվանդությունը։ Քանի որ մենք ունենք առաջնային պատնեշ մեր մանրեներին, մեր նորմաբիոմը, մեր միկրոբիոմը։ Հիմա առաջին հերթին մենք պետքա ուսումնասիրենք հայկական պոպուլյացիայի, հա, միկրոբիոմը առողջ կանանց մոտ, որպեսզի հասկանանք, որ բակտերիաներն են բնորոշ մեր հայկական պոպուլյացիային, հա, եւ որոնք են մեր համար կարևոր, որպեսզի ստեղծենք պատնեշը։ Եթե պատնեշը ստեղծված է, ապա ախտածինը չի մտնում։ Երբ կարա պատնեշը հանգարց, հա, այդ միկրոբիոմը խաթարվի։ Երբ որ ինչ-որ հիվանդության պատճառով կինը ստիպված է խմել հակաբիոտիկներ, այդ հակաբիոտիկը ընտրովի չի սպանում մենակ ախտածինին, ինքը սպանում է նաև մեր միկրոբիոմը։ Դրա համար, օրինակ, հակաբիոտիկից հետո սովորաբար մենք ունենում ենք լուծ, հա, խանգարում, հա, մարսողական խնդիրներ եւ այլն։ Նույնն էլ տեղի է ունենում հեշտոցում։ Այսինքն պատնեշը չկա, ախտածինը կարող է մտնել եւ ստեղծվի արդեն համապատասխան պայման, որպեսզի բազմանա ախտածինը։ Մենք առաջին հերթին ուզում ենք ուսումնասիրենք որոնք են այդ մանրեները, որոնք կարևոր են կնոջ առողջության համար։ Դրանք միանշանակ կաթնաթթվային բակտերիաներն են եւ այդ կաթնաթթվային բակտերիաները դա նորություն չի, դա եւ Հայաստանում էր ուսումնասիրվել, հա, այդ ձեր կողմից հրավիրված Շրջագարիկի Նվիչի կողմից եւ մեր կողմից ուսումնասիրել մենք արել ենք համեմատություն նաեւ Հայաստանի տարածաշրջանում բնակվող մալականների հեշտոցային միկրոբիոմը եզդիների, հա, հեշտոցային փորձել ենք նայել իրոք տարբերություններ կան, տարբերությունները բացահայտել ենք արդեն եւ մենք արդեն ունենք որոշակի կաթնաթթվային բակտերիաներ, որոնք օժտված են այդ կարևոր հատկություններով։ Հիմա հաջորդ քայլը մենք ուզում ենք հասկանանք, երբ որ պապիլոմավիրուսը արդեն ներթափանցել է, ինչ փոփոխություններ են տեղի ունենում միկրոբիոմում, ինչն է պակասում կնոջ մոտ, հա, որ այդ պապիլոմավիրուսը մտավ։ Իսկ հետո պապիլոմավիրուսը մտավ, բայց կարող է կամ, հա, դեպքեր, որ պապիլոմավիրուսը չի հարուցում ինչ-որ փոփոխություններ։ Ինքը առկա է, բայց դեռ փոփոխություններ չկան։ Մենք կարող ենք արդյոք վերականգնելով միկրոբիոմը հետ մղենք պապիլոմավիրուսին, հա, որպեսզի հետագա իր կողմից հարուցվող փոփոխությունները տեղի չունենան։ Մենք ունենալու ենք 4 խումբ բուժառուներ, առողջ,
Պապիլոմա դրական, բայց առանց փոփոխությունների, պապիլոմա դրական դիսպլազիայով, որը հարուցում է արդեն հյուսվածքային փոփոխություններ, բայց դեռ քաղցկեղը չի ձևավորվել, եւ պապիլոմա վիրուսով դրական քաղցկեղով բուժառուներ։ Անջատելու ենք ԴՆԹ-ն եւ ինչն է յուրահատուկ, հա, ինչով է յուրահատուկ մեր մոտեցումը, որ մենք ուսումնասիրելու ենք արդեն դա մոլեկուլային գենետիկական մակարդակով, այսինքն մենք չենք բերելու համասարան, հա, այդ հիվանդների նմուշները, հա, ոչ մի դեպքում, բայց մենք հիվանդանոցում անջատում ենք մենակ ԴՆԹ-ն եւ հայտակա ուսումնասիրությունները արվում է ԴՆԹ-ի մակարդակով։ ԴՆԹ-ի մակարդակով նոր մոլեկուլային գենետիկական մեթոդներով, մետագենոմիկական վերլուծություններով, հա, մենք ուսումնասիրելու ենք, թե ինչն է փոփոխվել, հա, կնոջ մոտ հեշտոցում, որ մանրեն է պակասել, որ մանրեն է հակառակը շատացել, որ վիրուսը կարողացել է մտնել, հա, ու հարուցել արդեն փոփոխությունները։ Եվ հետագայում պարզան մկների վրա, դեռ ուզում եմ ասեմ, որ այդ նոր առաջի քայլերն են այդ հետազոտության մեջ, մկների առնետների վրա փորձելու ենք ստեղծել մոդել, որպեսզի ձևավորվի արգանդի կամ արգանդի պարանոցի քաղցկեղը եւ փորձելու ենք նայել այդ առողջ կնոջ մոտից վերցրած, հա, կարևոր բակտերիաները, հա, ինչպես են փոփոխելու, հա, առնետի մոտ միկրոբիոմը ու ինչպես է արդյոք կարողանա արդեն քաղցկեղը զարգանալ, թե չէ։ Բավականին ծավալուն, բավականին հետաքրքիր, հա, հետազոտությունն է լինելու, որը փորձենք, մենք պարտավորվածություն ենք վերցրել, որ իրականացնենք, ու հույսով եմ, որ մեր խորհրդատուի հետ, որը Բելգիայի Գենտի համալսարանի պրոֆեսոր է, Պիտեր Վանդամը, իր խորհուրդները մեզ կօգնի իրոք իրականություն դարձնել տվյալ հետազոտությունը։ Դե հիմա կասեն ինչու եք տանջվում, ունենք պատվաստանյութ, այդքան շատ շարքված գարդասիլ է, որ հակասական կարծիքներ կան։ Պատվաստանյութ օգտագործեք։ Միանշանակ պատվաստանյութի կարևորը շատ կարևոր է, ես չեմ ասում, որ պատվաստանյութի փոխարինով ենք մենք գտնում, ոչ մի դեպքում, այս հետազոտությունը կարևոր է նաև նրանով, որ ոչ միայն, հա, պապիլոմավիրուսի դեմ կլինի, հա, այս ոնց որ ուղղված է հետազոտությունը, այլ նաև կարևորվում է ընդհանրապես առողջություն, կանանց առողջությունը, որովհետև մենք գիտենք, որ այլ ախտածիններ, եթե պատնեշը կա, հա, ոչ մի ախտածին չի մտնի։ Հիմա կոնկրետ պապիլոմավիրուսի դեմ կարդասիլը կա, շատ լավ է, բայց մնացած ախտածինների դեմ չենք կարող, չէ՞, դեռ չկան պատվաստանյութեր բոլոր ախտածինների դեմ։ Ավելի կարևոր է ի սկզբանե կնոջ առողջությունը ապահովենք, հա, ստեղծենք պատնեշ, որ հետո ախտածինների չմտնի։ Դա շատ հետաքրքիր էր, բացատրեմ ձեզ մեր նախկին հետազոտությունը, որ բացահայտեց Candida albicans-ի հետ։ Դա հայտնի խմորասունկ է, որը հարուցում է կնոջ մոտ վագինոզ։ Հիմա ուրեմն եթե կնոջ մոտ պատնեշը կա, նույնիսկ Candida-ն մտնի լինի, ոչ մի հետևանքներ չկան, որովհետև պատնեշը պահում է, հա։ Candida-ի քանակությունը կարա լինի նույնիսկ 15 աստիճան, բայց կինը իրան բացարձակ նորմալ ազգում, ինչի, որովհետև պատնեշը կա։ Նույնն էլ Gardnerella-ի հետ, հա, ուրիշ մի ախտածին, որը էլի սեռավարակ է, հա, այսինքն հեշտոցում բնակվում է։ Եթե պատնեշը կա, իր արկայությունը էֆեկտ չի թողնում կնոջ վրա։ Երբ են իրանք կարողանում կնոջ վրա, հա, ազդեցություն թողնել, մենակ այն ժամանակ, երբ որ պատնեշը պատրվում է, հա, չկա։
Դուք նաև դեղամիջոց եք փորձում ստանալ հակաքասկեղային մեղուների թույնից, բայց սա քասկեղային ոչ հիվանդություն է դեպքում։ Այդ արդեն մեր հետազոտության երկրորդ թեման է, մեր լաբորատորիայի, մեր թիմի, այդ ուրեմն գիտեք, որ մեղուները շատ կարևոր փոշոտիչներ են, չէ՞։ Եվ այդ հետազոտությունը սկսվեց իրականում դրդվեց նրանով, որ մեղուները վերջի տասնամյակում շատ են հիվանդանում տարբեր հիվանդություններով եւ մահանում։ Եվ դա կարա լուրջ խնդիր լինի մեր գյուղատնտեսության համար, որովհետեւ քանի որ մեղուն կարևոր փոշոտիչ է, եթե փոշոտիչը մահանում է, ապա մենք կունենանք մեծ խնդիր բերք ստանալու համար։ Եվ ընդհանրապես այս հիմնախնդիրը համաշխարհային հիմնախնդիր է, որովհետև մեղուները մահանում են ոչ միայն Հայաստանում, հակառակը կարող եմ ասեմ, որ Հայաստանում մի քիչ ավելի լավ է վիճակը, քան թե ուրիշ երկրներում։ Եվ մեզ հետաքրքրում էր այն մեղուների աղիները, հա, եւ այդ ինչն է, որը ապահովում է մեղուի առողջությունը։ Եվ մեղուի առողջությունը իրականում կապված է էլի նույն կաթնադդվային բակտերիաների հետ։ Մեկ ծիծաղում ենք, այդ գիտեք հումորը, ոչիլի պատմությունը, հա, որ միշտ վերադառնում էր ոչիլի մասին էր պատմում, որտեղ մենակ էր, հիմա մենք ոնց որ նույն կաթնադդվայինները կարող են ասենք զնզվանք, հա, ամենտեղ այդ ինչա պանացեա է, թե ինչա, հա, չէ, բայց իրականում մեղուի աղիների 80-ից 90%-ը լցված են կաթնադդվային բակտերիաներով, հա, եւ այդ կաթնադդվային բակտերիաներն են, որ ապահովում են, ինչպես կնոջ հեշտոցում կաթնադդվային բակտերիաներն են ապահովում հեշտոցի առողջությունը, նույն ձև էլ մեղուի աղիներում կաթնադդվայիններն են ապահովում մեղուի առողջությունը։ Եվ մեր մոտ, ուրեմն ինչ հետաքրքրություն ստեղծվեց, հասկանալ արդյոք մեղուների աղիներում բնակվող կաթնադդվայինները ինչ որ ազդեցություն են թողնում մեղվի թույնի վրա։ Ու ինչ պարզվեց, դեռ իհարկե հետազոտության մեջ ենք, որ մեղվա թույնը, հա, ինքը տատանվում է ամեն տեսակի գործոններից, հա, իր կազմը տատանվում է ամեն գործոններից, տարվա եղանակներից, ամառ, աշուն, գարուն, հա, ինքը շատ տատանվում է, ավելի ակտիվ է աշնանը։ Մեղվաթույնը տատանվում է ուրեմն նաև կախված է նրանից, թե որ տարածաշրջանում է գտնվում մեղվապետակը։ Ուրեմն եթե մեղուն իրան լավ է զգում, մեղվաթույնը ավելի ակտիվ է եւ ավելի կայուն է։ Մենք անում էինք հետազոտությունները միշտ կայուն մեղվապետակների հետ, այսինքն որոնք չեն տեղաշարժվում, որտեղ ուզում էինք հասկանայինք կոնկրետ տվյալ տարածաշրջանում ինչպես է ազդում, հա, մեղվաթույնի վրա։ Իսկ հետո մեզ բերեցին մեղվաթույնի նմուշ, որը հավաքվել էր այտենց տեղաշարժվող։ Ինչի են տեղաշարժում փետակները, որովհետև ուզում են ապահովեն լիարժեք սնունդ, չէ, մեղուին, որպեսզի մեղուն շատ մեղր հավաքի, չէ, որտև եթե մի տեղում ես պահում, ծաղիկները այդ տեղը մենակ կոնկրետ ժամանակահատվածում են ծաղկում, չէ, իսկ եթե դու տեղաշարժում ես, առաջինը ջերմաստիճանն ես փոխում, չէ, հով տեղ ես տանում, երկրորդը տանում ես նաև բազմաթիվ ծաղիկների հետևից։ Պարզա որ թույնը այդպիսի տեղաշարժվող, հա, փետակներից շատ ավելի ակտիվ է լինում։ Ինչի, որովհետև մեղուն իրան լավ ազգում, առողջ է, մեղվի աղիներում բազմաթիվ մանրեներ են, մեղուն հավաքում է, հա, նեկտարը տարբեր ծաղիկներից եւ ծաղիկների նեկտարն էլ ազդում է մեղվաթույնի վրա։ Ստացվեց, որ հա այդպիսի հավաքական թույնը ավելի ակտիվ է եւ մենք մեր գոլեգաների խնդրեցինք մեր ամբիոնում նաեւ կա ուրիշ խումբ Ավթանդիլան Նիկոլայ խումբը, որը զբաղվում է
ուրեմն այդպիսի քաղցկեղային բջիջների գծերի բազմացմամբ եւ քաղցկեղի ուսումնասիրմամբ եւ մենք սերտորեն համագործակցում ենք այդ խմբի հետ եւ մենք խնդրեցինք իրենց հետազոտել մեր թույնը որպես հակաքաղցկեղային միջոց եւ ուսումնասիրվել է երկու գծի վրա մեկը նույն հեշտոցի պարանոցի քաղցկեղի գծերներ եւ երկրորդը թոքերի ուրեմն քաղցկեղի գիծնա քաղցկեղային բջիջների գիծնա եւ տեսանք որ թույնը մեղվի թույնը ունի նվազեցնում է մոտավորապես 48-ից 53%-ով քաղցկեղային բջիջների ուրեմն բազմացումը քաղցկեղային բջիջները եւ բարձր որ հետագա ուսումնասիրությունները եւս շատ կարեւոր են որ հասկանանք այդ մեղվաթույնը ինքը կոմպլեքսային միացություն է որտեղ կան բազմաթիվ նյութեր եւ հասկանանք այդ հակաքաղցկեղային միացությունը то есть հակաքաղցկեղային ակտիվությունը ինչով է պայմանավորված արդյոք մի նյութով թե հենց հավաքածուի շնորհիվ է որ ինքը ունի հակաքաղցկեղային ակտիվություն շատ հետաքրքիր հետազոտություն է Սա չի նշանակում որ պետք է մարդիկ գնան այսպես կանգնեն որ մեղուն իրենց խայթի նախ եւ առաջ պետք է միշտ զգուշ լինել որովհետեւ ալերգիաները, մեղվի թույնը բավականին ալերգեն, ինչու որովհետև մեղվի թույնը պարունակում է մեծ քանակությամբ տարբեր սպիտակուցներ, որոնք կարող են հարուցեն ալերգիա։ Եվ ալերգիայի դեպքում, կարող ենք հասնենք նույնիսկ վախճանի։ Եկեք դրան չհասցնենք, բայց այն մարդիկ, որ չունեն ալերգիա եւ իրանք խայթվում են, մեղվի կողմից, դա բացարձակապես վտանգավոր չի իրանց համար, բայց պետք է ասեմ մի բան, որ մենակ մի անգամ խայթելով դու ամեն հիվանդությունից չես փրկվի միանշանակ։ Այն հետազոտությունները, որոնք մենք անում ենք, մենք հատուկ սարքի միջոցով հավաքում ենք մեծ քանակությամբ թույն։ Ավելի ճիշտ այդքան մեծ չի, մի անգամով չես կարող շատ մեծ քանակությամբ հավաքես, դա անընդհատ հավաքում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ լինի։ Եվ այդ քանակությունը, չնայած որ բավականին ցածր կոնցենտրացիաներն են, որոշված են հակաբակտերիական եւ հակաքաղցկեղային ակտիվությամբ, բայց ամենայնիվ մեկ անգամ խայթելով չի, որ դա ու պետքա հասկանանք իրականում արդյոք կարող ենք մենք այդ մեղվաթույնը հենց այդպես օգտագործենք, որովհետեւ շատ վտանգավոր է, այտենց թույնը ներարկել ցանկացած բուժառու կարող է ունենալ ալերգիա, կարող լինի տեղային ռեակցիա ընդհանրապես եւ կարա մեծ առողջական խնդիրների հարուցի։ Դա դեռ հետազոտության, հետազոտության առարկա է եւ պետք է շարունակենք այդ հետազոտությունները։ Դեպք է եղել, որ կինը մեղվին դրել է պարանոցին, բայց չի գծել ոչ մի կերպ, ոչ մի անգամ, հետո ասում են որոշ ժամանակ անց բացահայտվել է, որ այդ կինը ունեցել է քաղցկեղ եւ 4-րդ աստիճանի։ Սա ենթադրում է, որ մեղուները կարող են նաեւ զգալ հիվանդության առկայությունը։ Շատ դժվար հարց է, մի քիչ ֆանտաստիկայից։ Թարապես հայտնի է, որ կենդանիները կարող են զգալ տարբեր հիվանդություններ։ Մենակ շատ կան այդպիսի, то есть վարժված շներ, որոնք որ կարող են զգալ, թե օրինակ շաքարային դիաբետով տառապող մարդու մոտ երբ է շաքարը բարձրանում, արյան մեջ։ Եվ այդ որովհետև նրանց հոտառությունը շատ եւ շատ բարձր է։ Հիմա նմանատիպ բան ասել երևի թե ավելի լավ կլինի հարցնել կենդանաբաններին, ես մի քիչ չեմ ուզում մտնեմ այդ ոլորտը, բայց գուցե եւ կա։ Ձեզ հետաքրքրում է սատկած մեղուները, որովհետեւ կան ուսումնասիրություններ, որ դրանք էլի օգտագործվում են բժշկության մեջ։ Ցանկացած մահացած մեղու ինձ հետաքրքիր է նրանով, թե ինչից է մահացել։
որովհետև դրանով մենք կարող ենք բացահայտել եւ կանխել հիվանդությունների զարգացումը տարածաշրջանում, հա։ Եթե մենք ունենք ինչ-որ մահ, ապա մենք պետք է հասկանանք դա ինչ է, եթե բակտերիական հիվանդություն է, ապա պետք է ձեռնարկենք միջոցներ այդպիսի հիվանդությունը որպեսզի չտարածվի, Աստված չանի մեծ մոտ Հայաստանում տարածվի, հա։ Բայց անցած տարի օրինակ ինձ բերել էին այտենց մահեր դիտվում մեղվափետակներում, հա, մահեր դիտվում մեզ բերեցին ու մենք անջատեցինք փաստորեն սնկային հիվանդություններ, մենք անջատեցինք հենց մեր ասկոսֆերա ապիս այդ սնկին, որի դեմ հակառակը մեզ էր հետաքրքիր, որովհետև հիմա մեր կաթնաթթվայիններին անպայման ուսումնասիրում ենք հենց այդ սնկի դեմ, որ ճնշի այդ սնկի աճը։ Դա կարևոր է, հա, որպես եթե մեր մոտ կա այդ հիվանդությունը, հա, մենք մեր կաթնաթթվայինները, եթե պայքարում են ու իրոք մենք ունենք շտամներ, որոնք հենց սպանում են տվյալ զոնքը։ Կարծիք կան նաև, որ այդ սատկած մեղվի կաշին օգտակար հատկություններ ունի եւ բժշկության մեջ օգտագործվել են։ Կախված է նրանից, թե ինչից է մահացել տվյալ մեղուն։ Եթե մահացել է բակտերիական հիվանդությունից, դուք վերցնեք այդ սատկած մեղուին ու ինչ որ բան փորձեք բուժել, հակառակը կհիվանդացնեք ձեր բուժառուին, հա, այդ մի քիչ, հա, բան է։ Բայց պետք է մի բան ասեմ, հա, պատկերացրեք, որ մեզ բերել էին մի նմուշ մեղվի թույնի 1998 թվականին հավաքած, то есть բավականին, հա, արդեն 27 տարի է, հա, ինչ անցել է, մեղվապահը պահում էր այդ թույնը, բայց այդ թույնը բավականին լավ ակտիվություն ուներ։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ քանի որ ինքը երկար մնում է, հա, դու պարզա պահման պայմանները շատ եւ շատ կարեւոր են։ Պետք է պահել մութ սրվակներում, հա, ապակուց պատրաստված սրվակներում միշտ սառնայանում, որ ակտիվությունը պահպանվի։ Եթե սատկած ամեհուն, հա, եւ ընկած ա եղել արևի տակ, ապա բարձա որ իր նույնիսկ այդ ույնի կամ նույնիսկ առողջ լավ բակտերիաները, հա, որոնք կային իր աղեներում, իրանք չեն կարող ողջ մնան, հա, իրանք էլ են մահանում, հա, то есть եւ թույնա քայքայվում եւ առողջ լավ մանրեներն են մահանում, то есть մի քիչ պետք է հասկանանք, հա, իսկ սենց ուղակի վերցնել մահացած մեղվին ու փորձել ինչ որ հիվանդություն բուժել, միանշանակ դա արդեն դառնում է ինչ որ գիտական հենքերից հեռու մոտեցում։ Որքանով տեղյակ եմ, հայկական եւ բուլղարական մեղուների գծով եք ուսումնասիրություն կատարում, բայց մեղուներն էլ ազգային պատկանելություն ունեն, ինչու հենց այդ երկուսը։ Մեր դրամաշնորհի այդ մեղուներով զբաղվող, հա, դրամաշնորհի խորհրդատուն Սոֆիայի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչն էր, Սվետասլավ Դիմովը, եւ ուղղակի ինքը խորհրդատուն էր, ինքը ուներ մեծ փորձ հենց բուլղարական մեղուներով արված եւ հետաքրքրություն կար համեմատել, հա, այն մանրեներին, որոնք հայկական մեղվի աղիքում է գտնվում եւ այն մեղուների, հա, որոնք Բուլղարիայում էին պահվում, միանշանակ տարբերություններ կան, որովհետեւ Բուլղարիան իր ֆլորան ունի, այսինքն ծաղիկները, որից հավաքվում է, որը մեր մեղուներն էլ տարբերվում են, բայց հետաքրքիր է ինչը, որ կա հավաքածու, հա, կա հավաքածու, որը բնորոշ է, նշանակություն չունի, որ երկրում է մեղուն, հա, կա այն ստանդարտ հավաքածու մանրեների, բակտերիաների, որը հանդիպում է բոլոր մեղուների աղիներում։ Պետք է ասեմ, որ մենք նաև համագործակցում ենք մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ, կենսաինֆորմատիկա ինստիտուտի հետ, Լիլիթ Ներսիսյանի հետ, հա, իրանք մեզ օգնեցին անել համեմատական վերլուծություն աշխարհում ինչքան, հա, տեղեկություն կա, կենսաինֆորմատիկ տեղեկություն կա մեղուների մասին, այդպիսի վերլուծություն անել եւ հասկացանք, որ մեր հայկական մեղուները բավականին
բազմազան միկրոբիոմ ունեն, то есть շատ տարատեսակ մանրեր են, որով նմանվում են Նոր Զելանդիայի մեղուներին բազմազանությամբ, հա։ Մնացած երկրներում մեղուների աղիները շատ սենց սահմանափակ են իրանց բազմազանությամբ։ Հա մենք մալվեցինք Նոր Զելանդիային, ինչ է շատ հետաքրքիր հետազոտությունը, որը իրականացրեցին մեր կենսային ինֆորմատիկները, շատ շնորհակալ եմ։ Հետազոտության համար շատ հետաքրքիր էր։ Ու շատ հետաքրքիր եւս հետազոտություններ արեցինք, հասկացանք, որ կա մի բակտերիա, Կոմենսալիբակտեր ցեղին է պատկանում, որ սկսում է շատանալ աշնան շեմին։ Ինչու՞։ Այդ հարցը ծագեց, հա, ինչ են իրանք շատանում, որովհետև աշնանը գնում է արդեն ձմեռման։ Ու իրականում աշնան այդ ձմեռող մեղուն, հա, ամենաերկարակյացն է, ապրում է, ասենք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտի սկիզբ նոր իրանք սկսում են արդեն բազմանալ, հա, մարտի մեջտեղ կախված է եղանակներին, այսինքն այդ բակտերիան շատ կարևոր է, որպեսզի մեղվի, հա, առողջությունը ապահովի, երկարակյացությունը ապահովի։ Հա, տեսեք ինչ հետաքրքիր այդ մեր հետազոտությունը տենց բաններ։ Այսինքն հիմա ինչ ենք անելու։ Հիմա այդ կոմենսալիբակտերներին մենք բազմացնելու ենք, խառնելու ենք կաթնատուփային բակտերիաների հետ, պատրաստենք մի պատրաստում, որ տանք մեր մեղուներին, հա, որպես իրանք այլևս չհիվանդանան ոչ սնկայնով, ոչ ինչ-որ բակտերիական, հա, փորձենք պահել իրանց, հա, առողջությունը բարձր մակարդակով, որպեսզի իրանք էլ մեր համար եւ մեղր տան, մեղրամոմ տան, պրոպոլիս տան, թույն տան, ինչու ոչ, հա, եւ փոշոտեն մեր բերք, հա, մեր ծաղ։ Դուք տնտեսվարողների հետ եք համագործակցում, թե հատուկ մեղվաբուծությամբ եք զբաղվում։ Մենք համագործակցում ենք մեղվաբուծության դարբնոց, այդպիսի հասարակական կազմակերպություն կա Տիգրան Սեդրակյանի հետ, հա, որը մեզ ապահովում է կապը ուրեմն մեղվապահների հետ եւ Հայաստանի տարբեր տարածաշրջանների շատ շնորհակալ եմ Տիգրանին, որովհետեւ իր շնորհիվ մենք կարողացանք Հայաստանում տարբեր տարածաշրջաններում արկա, հա, մեղվաընտանիքների հետազոտություն անենք։ Այսինքն մենք հավաքեցինք, հա, բոլոր նմուշները, որպեսզի հասկանանք, որ տարածաշրջանում ինչով է տարբերվում։ Հիմա այս դրամաշնորհի շրջանակներում մենք արդեն հնարավորություն ստացանք ձեռք բերել 2 մեղվաընտանիք, փեթակներ եւ արդեն կոնկրետ հետազոտությունները անենք 1 մեղվաընտանիքի վրա, հա, 1-2 մեղվաընտանիքի վրա, որպեսզի նայեք, ես չեմ կարա դեռ առաջարկեմ մեղվապահին, գիտես, այս բակտերիային վերցրա որտեվ ավդրուկ, հա, այսինքն իմ հանգարձը Աստված չանի ինչ որ բացասական էֆեկտ տեսնենք։ Մենք սկզբից մեր մեղուների, մեր մեղվաընտանիքի վրա կտեսնենք իրոք լավ արդյունք ունենք, հետո նոր կառաջարկենք փորձարկման արդեն մնացած մեղվապահներին։ Այս բոլոր ուսումնասիրությունների համար մենք ունենք համապատասխան նյութերը, օրինակ, կամ սարքավորումները։ Շնորհիվ ուրեմն Երևանի պետհամալսարանի ներքի դրամաշնորհի շրջանակներում մենք ձեռք բերեցինք մեղվաթույնի հավաքման սարքը։ Շնորհիվ այդ գիտպետկոմի ֆինանսավորման մենք ձեռք բերեցինք արդեն նոր սարքավորումներ, նոր լամինար բոքսեր, կենտրոնախուսակներ, մանրադիտակներ, որոնք հոգնեցին մեզ անել այս հետազոտությունը, բայց միանշանակ կարևորում եմ նաև մեր խորհրդատուի ուրեմն լուման մեր աշխատանքում, որովհետև մի մաս հետազոտությունները հենց նոր ես ապրիլի 15-ին վերադարձել եմ Գենտի համալսարանից,
որտեղ աշխատում է մեր խորհրդատուն եւ իր լաբորատորիայի շնորհիվ, իր սարքերի շնորհիվ մենք արեցինք բավականին մեծ մաս, հա, հետազոտության, որը ստեղ չէինք կարող անեինք։ Դա մի կարևոր մեծ գործիք է, որը 15 րոպեի ընթացքում տալիս է իհարկե նախնական պատասխան, թե ինչ մանրեի հետ ենք գործում մենք ունենք, կոչվում է Multitov MS, որը գիտեք ոնց կա սարք, որը իմաստ ունի ձեռք բերել, իսկ կա սարք, որը իմաստ չունի, որովհետև իրանով օգտվող մարդկանց թիվը շատ քիչ է լինելու։ Այդ առումով մեզ արդեն օգնում են մեր խորհրդատուները, հա, այն խմբերը, որտեղ մենք գնում վերապատրաստում են։ Այդ Multitov սարքը, Multitov MS սարքը ինքը գուցե եւ այդքան թանկ չի, ինչքան թանկ է իր սպասարկումը։ Տարեկան սպասարկումը $40,000 արժի, որը մենք Հայաստանի գիտնականները, որոնք զբաղվում են մանրէներով, քիչ են։ Այդ սարքը գուցե իմաստ ունի ձեռք բերել այն դեպքում, երբ որ բոլոր, ասենք, հիվանդանոցի մանրէաբանական լաբորատորիաներն էլ միավորվեն տարբեր հիվանդանոցների, որպեսզի արագ, եթե կա ինչ-որ բակտերիա, որը չի դժվար է, հա, ախտորոշել, շատ արագ կարելի է հայտնաբերել իրան, հասկանալ, թե այդ ինչ բակտերիա է։ Հա, մենակ այն դեպքում, երբ որ բոլորս կմիավորվեն, կարող է եւ իմաստ ունի։ Այս պարագայում, ասենք, մենակ գիտնականների համար հաստատ իմաստ չունի։ Բայց անհրաժեշտությունը ամեն դեպքում կա եւ կլինի։ Անհրաժեշտությունը կա, բայց պետք է ասեմ մի հատ շատ կարևոր բան, գիտությունը, համաշխարհային գիտությունը շատ արագ է զարգանում։ Անչափ արագ է զարգանում։ Եվ ասենք ձեռք բերել մի սարք, որը 10 տարի հետո, հա, իր կարևորությունը կկորցնի, արդեն պետք է հաշվարկես, հա, ինչքանով դա պետք է։ Մոլեկուլային գենետիկական մեթոդները հիմա այնքան արագ են, հա, մշակվում, զարգանում եւ էժանանում, որ վաղ թե ուշ ավելի բոլոր գիտնականները արդեն կանցնեն մոլեկուլային գենետիկական մեթոդների, հա, այլ ոչ թե sense հա հասարակ ինչ-որ սպիտակությունների, որ ուսումնասիրման եւ այլն։ Այս ամենից ելնելով մենք կարող ենք ասել, որ ունենք մրցունակ գիտություն եւ հատկապես մանրէաբանները իրենց խոսքը կասեն դեռ։ Որ մենք ունենք մրցունակ գիտություն, ես ուզում եմ հավատամ դրան եւ ամեն ինչ իմ հնարավորությունների շրջանակներում անում եմ դրան դա իրականությունն է, որովհետեւ մենք տպագրվում ենք միջազգային ամսագրերում բարձր վարկանիշով, հա, ամսագրերում, որոնք ինձ կհասկանան կարող է մենակ գիտնականները, հա, այտենց ասեմ բացատրելու, հա, մեր լսարանին բացատրելու, որ գիտական ամսագրերը ոնց որ ունեն իրանց վարկանիշը, բաժանվում է 4-ը Q1, Q2, Q3, Q4, հա, սեկտորի, եւ այդ այն խմբի ամսագրերն են, որոնք որ ամբողջ համաշխարհային հանրությունը ընդունում է։ Q1-ը ամենալավագույնն է։ Ու եթե մենք տպագրվում ենք Q1 ամսագրում, ուրեմն մեր գիտությունը մրցունակ է։ Միանշանակ, որովհետև որպեսի տպագրվես Q1 ամսագրում շատ հետազոտություններ պետք է անես բարձր մակարդակի եւ անցնես գրախոսություն, ոչ թե 1 գրախոսի մոտ, 2-3 գրախոսների մոտ։ Իմ մոտ հոդված կար, որը անցել է 5 գրախոս։ Հա, 5 գրախոսներից հետո արդեն ստացել ենք թույլատվությունը տպագրվելու։ Եթե դու տպագրվում ես Q1 ամսագրում, ուրեմն իրոք մրցունակ գիտություն ես անում։ Այո։ Իսկ խոսքը մանրէաբանների միանշանակ մենք մեր խոսքը մեր լուման համաշխարհային գիտությունում մենք ունենք միանշանակ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ ձեզ, Անիջան։ Մենք զրուցում էինք Երևանի Պետական Համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դոցենտ ավագ գիտաշխատող Ինգա Բազուկյանի հետ։